փոքրիկներն Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ապրեցրու երազանքդ ծրագրի շահառուներն են։ Եթե նախկինում նրանք նույնիսկ հարազատների հետ շփումից էին խուսափում, այսօր արդեն բեմում վստահ կանգնած ներկայացնում են իրենց ձեռքբերումները։ Արտ-թերապիա ծրագրի շրջանակներում մասնագիտական մեծ թիմ է աշխատում զարգացման առանձնահատկություններ ու տարբեր խանգարումներ ունեցող երեխաների հետ։ Շուրջ 1 տարվա ընթացքում հասցրել ենք բազմաթիվ հաջողված պատմություններ ունենալ, այն բալիկները, որոնք նախկինում չէին կարողանում սնվել, ինքնուրույն ուտել, կարողացան ինքնուրույն ուտել իրենց ձեռքով, այն բալիկները, որոնք ունեին քայլելու հմտություն, դժվարանում էին քայլել, կարողացան ապահովել նրանց քայլքը։ Վերջին շրջանում ավելի հաճախ հանդիպում են կակազություն ունեցող երեխաները եւ անխոսություն ունեցող երեխաները։ Հնչյունային խանգարումներ ունեցող երեխաներ եւս շատ են դիտվում։ Ռ հնչյունի խանգարում ունեցող, Լ հնչյունի, Ր հնչյունի, ՇՇ ՁԾՑ հնչյունների խանգարումներ ունեցող երեխաներ, ովքեր ավելի հեշտությամբ են հաղթահարում իրենց խնդիրները։ Պարապմունքների շնորհիվ երամսյակների ընթացքում մենք կարողանում ենք օգնել երեխաներին հաղթահարել իրենց խնդիրները։ Բայց անխոսության դեպքում պետք է նշեմ, որ ընտանիքի անդամների աջակցությունը շատ մեծ է եւ կարեւոր, եւ նրանց աշխատանքի շնորհիվ մեր եռանկյունը պետք է գործի՝ ծնող, երեխա եւ մասնագետ։ Երբ այս եռանկյունը գործում է, մենք ավելի մեծ հաջողություններ ենք կարողանում հասնել։ Կատարվել է վերականգնողական թերապիա, բոլոր շահառուների մոտ դիտարկվում է մինչև հետո դրական դինամիկա, այն անձանց մոտ կար մկանային թուլություն, մկանային խնդիրներ, ակտիվացել է, շատացել է մկանային ուժը, ունենք երեխաներ, ովքեր կոորդինացիաներ վատ, կոորդինացիայի վրա ենք աշխատել, հնարավորինս բերել ենք վերականգնման, դա վերաբերվում է նաև մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին, իրենց հետ որոշակի խաղային վարժանքներով աշխատելու հետևանքով հնարավոր է եղել ադապտացնել, որոշակի բարելավումներ գրանցել։ Հանդիպումներ բժիշկների հետ, իրազեկման ակցիաներ, սեմինարներ։ Ծնողներն ու մասնագետները պարբերաբար հանդիպում ու տարբեր թեմաների շուրջ քննարկումներ են անցկացնում։ Սա օգնում է ծնողներին երեխաների հետ կապված ցանկացած բարդություն պատվով հաղթահարել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ուղղակի եւ հովանավորներին, եւ Մաչանես տանը, եւ մեր ծրագրեր գրողներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք աջակցել նմանատիպ ընտանիքների երեխաներին, որտեղ իսկապես այսօր սոցիալապես անապահով են այդ ծնողները, այդ ընտանիքները եւ նրանք ի վիճակի չեն այցելել նման կենտրոններ, որտեղ վճարովի է։ Իսկ այստեղ ամբողջովին անվճար հիմունքներով մենք մատուցում ենք այդ ծառայությունները։ Կազմակերպությունում մենք ունենք նաեւ մայրիկների ակումբ, ունենք հաջողված պատմություններ, մայրիկների ակումբի շրջանակներում անվճար մոմաթերապիայի դասընթացի շնորհիվ մեր մայրիկներից մի քանիսն արդեն կարողանում են պատրաստել մոմեր եւ վաճառքով զբաղվել։ Ծնողներից շատերն էլ այս ընթացքում հասցրել են հմտանալ ու տիրապետել բիզնեսի զարգացման, սոցհարթակներում գովազդ վաճառք կազմակերպելու նրբություններին։ Ակումբի շրջանակներում սովորել ենք ինչպես վարել բիզնես էջ, ինչպես զարգացնել, ինչպես աշխատացնել եւ գումար աշխատել։ Մայրիկների ակումբում հնարավորություն ունեցա սովորել մոմագործություն, դասընթացներ եղան եւ օգտվեցի այդ առիթից, հիմա էլ այժմ պատրաստում եմ մոմեր եւ գիպսիկ դեկորներ եմ պատրաստում։ Շատ շնորհակալ եմ Մաչանենց տանը, որ այս հնարավորությունը մեզ ընձեռեցին, անձինս մայրիկների, որ այսպիսի բաներ կան, որ մենք չենք մեր ներսում բացահայտում, այս հնարավորության միջոցով մենք մեր հոբիները, այսպես ասած, դուրս բերեցինք էլի մեր մեջ։ Հաշվետու միջոցառման ընթացքում մասնագիտական թիմը եւ ծրագրի ղեկավարը ներկայացրեցին հարյուրավոր երեխաների այս 1 տարվա ընթացքում գրանցած առաջընթացը, իսկ հաջողության պատմությունները հուզեցին բոլորին։ Ես 6 տարեկան եմ, շատ սիրով եմ գալիս դասերի։ Ամքոր կազմակերպությունը եւ Հայ միասնության խաչ կազմակերպությունը 15 տարի ոսկերչական ճշգրտությամբ համագործակցում են։ Եվ այս կամուրջի վրայով, որը շատ երկար է եւ լայն է եւ ամուր է, մենք որպես պատասխանատուներ, Ամքոր կազմակերպությունը, Հայ միասնության խաչը, մենք կանգնում ենք այդ կամուրջի տակ, որպեսզի պատասխանատվություն կրենք մեր կառուցած կամուրջի համար։
Այն հարյուրավոր երեխաները, որ օգտվում են այստեղ տարբեր ծրագրերից, այս 15 տարվա ընթացքում, արդեն հազարավոր կարող ենք ասել, ուրեմն նշանակում է իրենք մենակ չեն։ Իսկ մեր խնդիրներից մեկը գիտեք, որն է հասարակության մեջ, որ ես երջանիկ եմ, կողքինս ինչ ուզում է անի, տունս մաքուր է, փողոցը ոչինչ որ կեղտոտ է։ Մենք պետք է գիտակցենք, որ այս երկիրը, այս պետությունը բոլորինս է եւ բոլորս ունենք պատասխանատվություն։ Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան փաստում է. այս շփումները բոլորիս դարձնում են բարի, հոգատար ու միասնական։ Շարունակականությունը իհարկե գալիս է ոչ միայն գումարներից, դա իհարկե գալիս է նաև մարդկանց որակներից, մասնագետների բարձր որակի աշխատանքից եւ իհարկե արդյունքից։ 15 տարի իր հետ աշխատելով մենք տեսնում ենք, թե ինչքան բարձր որակի աշխատանք է իրականացնում այս կազմակերպությունը, ինչքան բարձր արդյունքներ ենք տալիս, փոփոխությունները եւ երեխաների մեջ, եթե կոնկրետ հիմա խոսենք այս ապրեցրու երազանքը ծրագրի մասին, արդեն մի քանի տարի մենք իրականացնում ենք եւ տեսնում ենք երեխաների ինչքանով իրանք զարգացումն է փոխվել, լավացումների են հասել, ընտանիքներն են անգամ փոխվում, ծնողներն են փոխվում, որտեղ սա միայն երեխային զարգացման ծրագիրը չի, սա ամբողջ ընտանիքի եւ հանրության փոփոխությանը նվիրված ծրագիր է։ Կազմակերպությունը մենք բոլորս հպարտություն ենք զգում տեսնելով լի դահլիճները ծրագրերի ամփոփման ժամանակ հնչող բազմաթիվ շնորհակալություններ ծնողների, մասնակիցների կողմից եւ հասկանում ենք, որ իսկապես այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք, դրա անհրաժեշտությունը եւ կարիքը կա եւ մենք տեսնում ենք դրա դրական ազդեցությունը։ Միջոցառման ավարտին հանձնվեցին շնորհակալագրեր։ Տրվում է Սիրանուշ Օհանյանին, ապրեցրու երազանքը ծրագրի շրջանակներում։ 2026-ին Հայ միասնության խաչի ու Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի տասնամյակների համագործակցությունը կլինի առավել բեղուն։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։